Ոչ թե այստեղ բառն Քոչարյանն ասում է չեմ հանգստանալու միջև այս իշխանությունը չհեռանա ու Հետո չհանգստանա ինչ է եղել։ Հետո չհանգստանա ինչ է եղել։ Դուք ձեր սխալների համար պատրաստ ինչ կանեք օրինակ։ Մենք միշտ ենք մեր սխալների համար, հիմա էլ մեր սխալների համար պատասխան ենք տալիս։ Եթե ես կոնկրետ սխալ չունեմ։ Դուք անտարի Պապյան, ոչ մի սխալ չեք։ Եթե սխալ գործեմ, կենթարկվեմ պատասխանատվության։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինի որևէ պաշտոնյա, որևէ կառավարությունը, որևէ պաշտոնյա ինքը սխալ գործի ու սխալի համար պատասխան։ Պան Պապոյան։ Բա։ Անթերի անսխալական նախարար եք։ Եթե այսպես ասած Էկոնոմիկան չի այսքան վատ։ Էկոնոմիկան ախր շատ լավ վիճակում է։ Էկոնոմիկան շատ լավ վիճակում է։ Էկոնոմիկան 7.2% տնտեսական աճ աշխարհի մատների վրա հավաքած հաշված երկրներում կա։ Փոխանակը պարտանակ թե ինչ արդյունքներ ունեն, ասում եմ էկոնոմիկան շատ լավ վիճակում է։ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ գազի գնի էժանացման շուրջ օրինակ կբանակցի, դա իրատեսական է, եթե դառնա վարչապետ, թե ոչ։ Քանի որ չի դառնա վարչապետ, հետեւաբար իրատեսական չի։ Ժողովրդի տեղ եք որոշ։ Լավ եք էլի։ Իսկ հիմա արագ արձագանքող խմբերի միջև կանչել Հայաստան եւ ինչ որ զբաղվել։ Եվրամիության։ Հիբրիդային պատերազմի դեմ եք Կայա պայքարում։ Կալասն է հայտարարել, որ իրենք արձագանքելով Հայաստանի իշխանությունների խնդրանքին, կարծեմ Մարատ Միրզոյանն այդպեսին համախոհի մեր Դե ընդհանրում եմ, ես իմ այդ հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հետեւյալն է։ Եթե կշռաքարին, նժարին կշեռքի դրված է Հայաստանի անկախությունը լինել կամ չլինել, Հայաստանում կլինի պատերազմ թե խաղաղություն, Հայաստանը կլինի կիսանկախ վասալ ֆորպոստ, թե կլինի նորմալ պետություն, Հայաստանի քաղաքացիները Հայաստանում կապրեն, կարողան թե գնան ուրիշ երկրների, ուրիշ տարածքներում, ուրիշ երկրների համար պատերազմական գործողությունների կմասնակցեն, այդ կապարագայում կարծում եմ, որ այդ դեպքում այդ նամակը ոչ միայն շատ տրամաբանական է, այլ պարտադիր եւ դա չգրելն է։ հիմքը ինչ կասկածներ կան կամ ինչից ելնելով եք դեպքս։ Օրինակ մի օրինակ ասեք, որ շարքային քաղաքացու համար պարզ լինի, դիցուկ ասենք ես ընդդիմադիր ուժի ինչ որ բան է անում եւ դրա համար Ասենք այդ ձեր նշած հարցը, ասենք 1044 թվականին, եթե լրագրող լիներ, կանային տային, ասենք բաներին, բյուզանդական էմիսարներին, որոնք որ կամ 424 թվականին կանային տային բաներ, Սարսանյան էմիսարներին, ովքեր այս նույն գործով են զբաղված։ Պան Պապոյան այնուհանդերձ մտավախություն չունեք, որ Քոչարյանը իշխանության կգա եւ պատասխանատվության կենթարկվի։ Նարեկ ջան, քո հարցը սպասում նոր էլի։ Քոչարյանը թող մտածի իր պատասխանատվություն ենթարկելու մասին, որովհետեւ այո, եթե բաց ենք թողել, իրեն դեռևս արդարադատությունը արժանի գնահատական իր գործողությանը չի տվել։ Այսինքն վերացել եք։ Դե ժամանակ ունենք, ոչինչ։ Պարոն Պապյան, ով է վտանգում Հայաստանի անկախությունը, որ դուք ԵՄ արագ արձագանքման խմբերին հրավիրել եք Հայաստան։ Ով է վտանգում Հայաստանի անկախությունը։ Դուք ասում եք այդ Բոլոր այն ուժերը, որոնք որ օտարերկրյա հպատակ են, իրենց շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում չէ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, կամ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, կամ իրենց երեխեքը Հայաստանի Հանրապետությունում չեն ծնվել եւ այլն, այսինքն հիմա տեսեք ամենայնիվ ասում եք Քոչարյան 10 տարի նախագահ է, այնտեղ նախագահներից անմիջապես հետո իր թորները Ամերիկայում են ծնվել։ Այդ այդքան լավ երկիր էր սարքել։ Կամ տես լավ երկիր սարքողը ինչի՞ իր թորները Ամերիկայում ծնվում, որ դառնային Ամերիկայի քաղաքացի։ Ես ասում եմ, որ ասում եք, որ անհրաժեշտ օրենք կա, որ ԵՄ-ին դիմադիր գործիչ կա, որ այլ երկրի ագենտ եք փաստորեն այսպես ներկայացնում, ինչու իրավական գործընթաց չեք սկսում իրենից։ Գոյություն ունի իրավական, գոյություն ունի քաղաքական, գոյություն ունի բարոյական եւ այլ գնահատականներ, դրանք ես քաղաքական գնահատականներ եմ տալիս։ Իսկ իրավական, վերջ մենք իրավական պետություն ենք։ Իրավական պետություն ենք եւ իրավական համակարգն էլ, այո, ուշադիր է, այդ թվում նաեւ կանխարգելիչ գործողություններով, այդ թվում նաև քաղաքական գործունեության մեր արդյունքում կգանք նրան, որ օտարերկրյա ուժերի ծառայողները կստանան իրենց արժանի տեղը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։ Պապոյան, իսկ ձեր կուսակցական տուրերը ինչ միջոցներով եք կազմակերպում, որովհետև մտավախություն կա, որ դրանք իրականացում են պետբյուջեի հաշվին։ Պետբյուջեի որ տողի հաշվին։ Օրինակ տեսեք Նիկոլ Փաշինյանի Կուսակցության միջոցներով։ Ասոր տեղից են միջոցները։
Կուսակցության նվիրատվությունների։ Չէ, բայց այստեղ պետության մասնակցությունն էլ այնուհանդերձ ենթադրում եմ կա, որովհետև վարչապետին ուղեկցող անվտանգության աշխատակիցները, պետական այդ մեքենաները, հո այդ օրերին կուսակցությունները չի ֆինանսավորում։ Դեռևս 20 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում օրենք ընդունվել, որտեղ որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը չի կարող, ուղղակի իրավունք չունի, նստի մենակով ավտոբուս ու գնա ակետից բկետ, գիտեք, իրավունք չունի, եւ այն մարդիկ, ովքեր որ իր հետևից, եթե չքշեն այդ մեքենան, կդատվեն, կդատապարտվեն, հասկանում եք, դες բան է կա։ Այսինքն ամեն դեպքում այս քարոզարշավին պետական ֆինանսավորում որ մասով կա, ճիշտ է։ Ասեցի չկա պետական Չէ, ֆինանսավորում։ բա անվտանգությունը, մեքենաները, Ագելի գործընկերներ, հիմա այդ նույնն է, որ ասենք դուք հիմա պետական ֆինանսավորմամբ հարցազրույց եք վեկալում, գիտեք ինչի։ Գտնեք այս լույսը որ վառվում է, պետական բյուջեից է, պետական բյուջեի աջակցությամբ TV5-ը եւ Factor TV-ն ու 24 News-ը հարցազրույց են վերցնում։ Դա նույնն է, պարոն Պապյան, դա տարբեր բաներ։ Հավատացեք, ինչքան հավատացեք, ես այդ օրինակը ցույց տվեցի, որ դուք տեսնեք, թե ինչքան абսուրդ է ձեր տված հարցը։ Ներողություն եմ խնդրում, բայց իմ հարցերին չի գնահատական տալիս։